Գյումրու քաղաքապետի ընտրություններից հետո հասարակությունը սպասում է Մարտուն Գրիգորյանի որոշմանը, արդյոք նա կմիանա Վարդան Ղուկասյանի թիմին, կկազմի կոալիցիա, թե ոչ: Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ կողմ է համագործակցությանը, սակայն կոալիցիա կազմելուն ոչ: Նա ընդգծել է, որ Գյումրիում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քաղաքապետ չի ունենալու և գյումրեցիները դա կհաստատեն: Նա հավելել է, որ ընդդիմադիր թեկնածուների միջև լարվածություն չկա և նրանք կհասնեն համաձայնության ապահովելու համար, որ Գյումրիում ՔՊ-ն իշխանություն չունենա: Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին նշել էր, որ պատրաստ է համագործակցել այն անձանց հետ, ովքեր չեն աջակցել ներկայիս իշխանություններին: Նա ընդգծել է, որ եթե տեսնի մարդը կապված չէ այն անձանց հետ, ովքեր բերել են Նիկոլ Փաշինյանին իշխանության, ապա համագործակցությունը հնարավոր է: Այսպիսով, թեև Մարտուն Գրիգորյանը չի նախատեսում կոալիցիա կազմել, նա բաց է համագործակցության համար, նպատակ ունենալով ապահովել, որ Գյումրիում ՔՊ-ն իշխանություն չունենա: Բայց այս ամենն այդքան էլ հեշտ չէ: Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի միջև հակամարտությունը տարիներ շարունակ արտահայտվել է քաղաքական մրցակցության և անձնական լարվածության ձևով: 2008 թվականին նրանք մրցակցել են Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար, որտեղ հաղթել է Վարդան Ղուկասյանը: 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարտուն Գրիգորյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ լինելով ընտրվել է պատգամավոր, հաղթելով Գյումրիում, մինչդեռ Վարդան Ղուկասյանը դեռևս զբաղեցնում էր քաղաքապետի պաշտոնը: 2013 թվականի ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել է Արտյոմ Կարապետյանը: Այս միջադեպը կապվում էր Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի կողմնակիցների միջև լարվածության հետ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել էին Վարդան Ղուկասյանի հարազատները, այդ թվում նրա որդին Սպարտակ Ղուկասյանը և եղբոր-տղան Կոլյա Ղուկասյանը: Վարդան Ղուկասյանը դատապարտել է բռնությունն ու ընդգծել, որ օրենքի առաջ բոլորը պետք է պատասխանատվություն կրեն: 2017 թվականին Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ չի կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրիի նախկին քաղաքապետը և ընդունեց Հանրապետական կուսակցության առաջարկը, ընդգրկվելով Շիրակի մարզի ռեյթինգային ցուցակում: Վարդան Ղուկասյանն իր հերթին ընդգրկվեց Ծառուկյան դաշինքի կազմում: Այս զարգացումները ցույց տվեցին նրանց միջև շարունակվող քաղաքական տարաձայնությունները: Այսպիսով, Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի միջև հակամարտությունը տարիների ընթացքում դրսևորվել է քաղաքական մրցակցության, անձնական լարվածության և երբեմն բռնության դեպքերի ձևով: Առավոտը գրում է. «Գյումրեցիները սպասում են Մարտուն Գրիգորյանը լռում, ով կդառնա քաղաքապետ: Երկու օր է Գյումրիում քննարկման միակ թեման այն է, թե ով կդառնա քաղաքապետ: Կմիավորվեն արդյոք բոլոր ընդդիմադիր ուժերը ամենաշատ ձայներ հավաքած Վարդան Ղուկասյանին առաջադրելով քաղաքապետ, թե սցենար կփոխվի կամ նոր ընտրություններ կլինեն: Այս պահին հարցերի պատասխանը կախված է միմիայն Ազգային ժողովի պատգամավոր, մեր քաղաքը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանից: Պատգամավորը դեռ պաշտոնապես չի արձագանքել, սակայն նրա շրջապատից հավաստիացնում են, որ թեև չեն շտապում հապճեպ հայտարարություն անել, սակայն անշեղորեն պահելու են իրենց սկզբունքները Գյումրու իշխանությունը ՔՊ-ին չի անցնելու: Մինչդեռ Մարտուն Գրիգորյանի լռությունը տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել: Ընդհուպ լուրեր են տարածվում, թե ՔՊ-ն պատրաստ է Մարտուն Գրիգորյանի օգտին ձայն տալ միայն թե Վարդան Ղուկասյանը չլինի քաղաքապետ, որին իրենք դաժանորեն քննադատում էին ընտրարշավի ժամանակ: Որ այս լուրերը իրականությանը չեն համապատասխանում, կարելի է ենթադրել հենց ՔՊԱ-ականների գրառումներից: Նրանցից ոմանք իրենց գրառումներով պատգամավորին անուղղակի ձևով հորդորում են թույլ չտալ Վարդան Ղուկասյանի վերադարձը: Թե ինչ սցենար կզարգանա Գյումրիում, Մարտուն Գրիգորյանն առայժմ պահում է ինտրիգը: Փոխարենը խոսել է նրա գործընկերը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, գրելով. «Վաղը սպասելու եմ Մարտուն Գրիգորյանին թիրախավորողների զղջացող գրառումներին: Այս անիմաստ աղմուկից մի օգուտ եղավ: Մի խումբ փողով գործիքներ և գործիչներ այսօրվա իրենց հացն էլ վաստակեցին ՀՀԿ-ի մասին ստեր ու դավադրապաշտական զառանցանքներ տարածելով: Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը գլխավորում էր «Մեր քաղաքը» անունով դաշինքը, որը ձևավորել են
Խմբակցության նախկին ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայրենիք կուսակցությունն ու նախկին ռեժիմի օրոք Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած գործարար Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը։ Նշենք նաև, որ ապրիլի 1-ին տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր, ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Հայկական ժամանակն էլ գրել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնող Մարտուն Գրիգորյանի կինն ու որդիները, ինչպես պարզվեց օրերս կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ոչ թե այն երկրի քաղաքացիներն են, որը սիրում, պաշտում և որը փրկելու համար անողոք պայքարի մեջ է մտել Գրիգորյանն, այլ Ռուսաստանի Դաշնության։ Գյումրի քաղաքում և Փարաքար համայնքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Հայաստան խմբակցությունը հայտարարություն է տարածել։ Հայաստան խմբակցությունն արձանագրում է, որ 2025 թվականի մարտի 30-ին Գյումրի քաղաքում և Փարաքար խոշորացված համայնքում մեր հայրենակիցները կատարեցին իրենց ընտրությունը, թույլ չտվեցին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը վերցնել իշխանությունը։ Այս երկու համայնքներում էլ ընտրություններն արտահերթ էին, որովհետև Նիկոլ Փաշինյանն, ինչպես այլ ՏԻՄերում, անտեսելով քաղաքացիների նախորդ ընտրությունը, բռնազավթել էր իշխանությունը։ Այս անգամ էլ վարչակազմն անսահման օգտագործեց վարչական ռեսուրսը, ռեպրեսիվ մարմինների միջոցով բռնաճնշումների դիմեց ընդդիմադիր թեկնածուների դեմ փորձեց վախի մթնոլորտում ուղղորդել ընտրողներին, բարձրաստիճան գրեթե բոլոր ՔՊԱ-ական պաշտոնյաներին գործ ուղղեց այդ համայնքներ։ Ձախողումից հետո էլ երեսպաշտորեն հայտարարում են, թե իրենք ազատ, արդար ընտրությունների երաշխավոր են, քաղաքացու ընտրությունն իրենց համար օրենք է։ ՏԻՄ ընտրություններում քաղաքական ռեսուրսի այսպիսի չարաշահում երբեք չի եղել։ Հայաստան խմբակցությունը շնորհավորում է Փարաքար համայնքում առավելագույն ձայներ հավաքած Միասնություն դաշինքին։ Հուսանք Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը քաղաքապետ կընտրեն, ձախողելով Գյումրիում իշխանությունը զավթելու Փաշինյանի ցանկացած փորձ։